Պարոն Արշակյան, դուք նոր պատգամավոր եք խորհրդարանում ու հանրությունը շատ քիչ տեղեկություն ունի ձեր կենսագրության մասին, ձեր անցածողու մասին, բայց ես ձեր կենսագրության մի հատվածը նայեցի, տեսա, որ դուք առաջին մասնագիտությամբ աստվածաբան եք, աստվածաբանական ֆակուլտետն եք ավարտել։ Ինչպես եք վերաբերվում լինելով այդ մասնագիտության տեր անձ, երբ որ ձեր իշխանությունը անդադար քննադատում է կաթողիկոսին, նրա անունը չի հնչեցնում, քիչ առաջ Արթուր Հովհաննիսյանը անգամ Կտրիչ Ներսիսյանով դիմեց, ինչի համար ընդդիմադիրները վրդովվեցին։ Դուք ինչպես եք այդ ամեն ինչի հետ, հաշտ եք այդ ամեն ինչի հետ։ Իսկ եթե նույն անձին վերաբերյալ հարց է հնչեցվում ինքը զավակների մեջ, եթե պարզվի, որ զավակն ունի ընդդիմություն ոսկ է հնչեցնում, Ավազանի անունը, այդ հարցը մեզ արտաքսվում է։ Դուք հաշտ եք։ Իսկ հանրության որոշակի տոկոս նաև չի ընդունում իր եկեղեցու ղեկավարին փոստը։ Իսկ ինչ վերաբերում անդիմության կողմից վարդապետական կամ Սուրբ Հոգու վերաբերյալ, Սուրբ Գեղեցկության վերաբերյալ, ինչպես նաև գործընկեր Գառնիկ Դանիելյանը անդրադարձավ, դա կընկնենք արդեն ծայրահեղության մեջ։ Կարող է անդրադառնալ եւ խորանալ այդ գիտության մեջ։ Իրանք ուսումնասիրում են, ասում են, մեր վեհապարն է։ Բայց մեր ազգի քանի տոկոսն է ընդունում մեր վեհապարն է։ Դուք այսինքն հաշտ եք, որ իմիջիայլոց ես հասնայր մեր ընդդիմության գործընկերներին։ Միգուցե Կտրիչ Ներսիսյանի հետ Կտրիչով խոսելու ինքը չի ներվում։ Հոգևորականները նաև իրար հետ Ավազանի անունով խոսում են, ինքը չի ներվում։ Բայց դուք լինելով աստվածաբան հաշտ եք այսինքն այս ամեն ինչի հետ։ Դուք ընդունում եք, որ պետք է Կտրիչ Ներսիսյանով դիմի, ոչ թե վեհապարով։ Ես կոնկրետ ասում եմ, դուք մասնագիտությամբ աստվածաբան լինելով ճիշտ եք համարում, դուք հաշտ եք անունը Կտրիչ Ներսիսյանը, ու բազմաթիվ հոգևորականներ իրար Ավազանի անունը գում են։ Կներեք, բայց նույնիսկ կաթողիկոսի անձնագրում ընտրողների ռեգիստրում նշված է Գարեգին երկրորդ, հա, այսինքն կարգն է այդպեսին, որ այլևս նրան չդիմել Ավազանի անունով, հիմա սա արդյոք անարգանք չէ։ Եթե կարգն է այդպեսի, ես հոգևորական եմ։ Ոցում ստացած հոգևորականները։ Օրինակ ով է։ Մեր շրջապատում հոգևորական դեպքում դրա մեջ շփոթվում է։ Վիրավորանք Ավազանի անունով հոգևորականը դիմել։ Դե եթե Ավազանի անունով դիմելը օքեյ լիներ, էլ ինչու էին տալիս այդ եկեղեցական անունները։ Դա իրավոցյան անունն է։ Բայց ինչ վերաբերում է եկեղեցու կարգը, վարդապետությունը, մեր գործընկերներն անդրադառնում են, չգիտեմ, Սուրբ Գեղեցկությունից են խոսում, Հոր որդու եւ Սուրբ Հոգու մասին են խոսում, դավանաբանությունից են խոսում։ Այդ խոր աստվածաբանական հարցեր են, որոնք ես գտնում եմ չպետք աստել։ Դուք խորը ուսումնասիրել եք աստվածաբանությունը, կարծում եք այսպես բայց ճիշտ է։ անցել են երկար տարիներ, 15-16 տարի ունեմ նաև երրորդ կրթությունը, քաղաքագիտություն։ Եվ հիմա կարող է հարցը լինել դժվարանում աստվածաբանությունից պատասխանել, բայց ինչքան որ դեպքերից լինի պատասխան։ Հիմա դե օրինակ ասում են անգություն այդ ամեն ինչը մեղքի զգացում չկա Աստծո առաջ։ Աստծո առաջ։ Ոչ։ Դե օրինակ ասում են խաչը եկեղեցի շինությունը չի, եկեղեցի ժողովուրդն է։ Եկեղեցի մեր հայ առաքելական եկեղեցու զավակն է։ Նաև Աստվածը չէ, մեր Աստծո տունը չէ։ Աստծո տունը։ Ո՞ւմ է բառնավորած Աստծո։ Հիմա օրինակ որ կոչ են անում։ Մեկ անձով Հագետի գործընկեր։ Կնքել է վեհապարը շատերի, գուցե խաչ պահել է նաև ձերքը։ Խոսք էի տվել, որ կանրադառնա մի փոքր հաստատ էլի անդրադառնալ եմ երկար կզրուցենք։ Եվ պարոն Արշակյան, ընդամենը մեկ հարց եմ տալիս, դուք միացել եք, հա, այդ կաթողիկոսին հեռացնելու Նիկոլ Փաշինյանի ծրագրին։ Ես չեմ ընդունում իրեն որպես վեհապար։ Ինչու, կներեք։ Չեմ ընդունում, որովհետև այդ հարցի պատասխանը ես չեմ ստացել։ Բայց դա եթե ապացուցվի զավակունի մեր ընդդիմությունը ընդունել է, իրեն որպես վեհապար։ Տեսեք, դուք ասում եք, եթե